Երով չի բարի, ձերով մեկողը եթերի տակ ենք հույսով։ Մի քիչ առաջ ասել էիք, որ գալիս եք, հարցեր եք տալիս, լավ եք անում, եկեք բաց փոխադարձ պատասխաններ լսեք։ Այդա համար եմ, ստե մի քանի հարց ունեմ տալու։ Կարող եմ տալ փոխադարձ պատասխանը լսել։ Այսինքն չի խանգարում, լսում եմ։ Պահի։ Հարցերը մի քանիսն են բոլորները կարևոր, բաց ես ամենա Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը Okay, համար առաջի հարց։ 3 հիմնականը տվեք։ Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Այո։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվի ԵՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, բայց դա թողեք մի կողմ։ Բա այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշ կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմը։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Մեր ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դրած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դդեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի, բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերություն 70 քանիսի 80 քանիսի վրա պետք է արվի։ Ես դրա համար ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Եվ թող լիներ։ Մի վարքյան։ Թող լիներ։ Մինչև 2010 թվականը թող լիներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձեր ազգանունը ինչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, լսեք, ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է Հա, սա ֆիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որտեղ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Եկել կրված է խրվածին չեն եկել, ինձ խարվեք։ Քոչարյան, Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժ, երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբամո պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարելի է նշեք։ Այո, կարելի է էլի կնշեք։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատ-հատ եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը կա։ Հարցի պատասխան չկա։ Կներեք Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահեն։ Եվ ես հպարտեմ, որ Հայաստանն այդ թակարդից անել։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան։ Մի վարքան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ա դրանով
ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը մեր շահերը, մերը գրած է Հայաստանի Հանրապետության հռչակագրում, որը որ դուք անվանել եք, գիտեմ, պետության Ես չեմ ընդունում հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի հակապետական հռչակագիր է։ Դա կարծիք։ Ես չեմ ընդունում։ Մի հարց էլ տամ, կարևոր հարց։ Շատ եք ասում էլի փող ենք տվել Ղարաբաղցիներին։ Բան չեն Հիմա բարեթ։ այդ եմ ասում, էլի ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն քննչականում տասնյակ միլիարդների փոխանցումներ կա։ Ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Չեմ կարա բացառեմ։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարա բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում Մենք եք։ ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում են, այդ մի վարիտան, այդ դուք Արայիկ ինչ եք տվել։ Դուք Արցախը մի վարիտան, այդ տվել եք, այդ տասնյակ միլիարդները որ տվել եք։ Բայց ես չի կարա։ Թողեք ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չի կարա։ Բայց հարց եմ տալի, որ փոխանցել եք տասնյակ միլիարդներ։ Հասկացել եմ, էլի, ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերի վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք այնտեղ։ Դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել են ժողովրդին։ Ժողովուրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկի իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես իշխանություն Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել։ Աջակցել Մի են, վարի, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրի։ Մի վարիտան ու Արայիկի փողը բաշանել։ Մի վար չխառնվեիք, ուղղակի եթե չխառնվեիք, ո՞նց չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք խառնվել։ Եկել եք Ղարաբաղ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական, եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գոլուշից արել։ Ընտրությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք շատ բանի վրա աչք չեմ Չէ, այդ միլիարդները, ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, այդ միլիարդները կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ 50 միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ, հա Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստել։ Ասեք չխանդարել, բայց ասում եմ ձեզ։ Չէ, գողի նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ ուղարկել։ Հիմա ես մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Եղբայր, Թալանչի կլանի դեմ դուք նրանց օգնում Դե դուք եք ասում, ես չգիտեմ։ Ասում եմ, Մի րոպե, փաստեր այնա քնչականում, ձեր ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու Մի րոպե, երրորդ հասնեմ տալի ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք Լավ պայքարել։ չի որ չգիտեք, որ Ինչի եթե լավ, իմանայիք, որտեղ անհնար է, դուք ինչի պետք է Արցախի հետևայիք ու մեզ Ինչի պետք է իմանայի։ Այդ եմ Ինչի պետք է Հիմա իմանայի։ կարևորագույն Այսինքն դուք հարցն է ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք ներկայացրել, որ պետք է Կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր Արցախի 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ով էր բաժան, ինձ եք ասում։ Արայիկի միջոցով, Արայիկին, Ես ոչ մեկի միջոցով փողել եք։ Որևէ մեկին չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ։ Չէ, մի վարքան։ Ես ժողովուրդ, ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետք է ազատ կամ արտահայտության հնարավորություն Չի ունենա։ եղել, հեսա կասեմ Չի եղել, կարևորագույն հարցն եմ տալի, էլի Հայաստանի Հայաստանի Հանրապետության անվտանգությունից է ելնում։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբից լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի մեր օրակարգում տենց հարց չկա։ Մի եկեք ստի բաներ խոսացեք։ Հիմա դուք կարում եք այլ ասելով չի, դու ինչ ես եկել այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք իր ասելով չի։ Բայց մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտակ։ Դու դեպքան որ հապստա։ Ինչա ցածրն է։ Ես այստեղ ադրբեջանական նարատիվները ասում եք Արցախն ասել։
Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Ես դուք եք փաստակառուցել, ինքը բանանել եք։ Ռադը քաշի։ Համբալի մեկ։ Բացվեք։ Ես իջել եմ, որ Հանգիստ։ Հանգիստ ասում եմ, հլա ուշադիր մի հատ, լսեք մի հատ, Ուրեմն ասում եմ հետևյալը և բացատրում եմ, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները հռրադելն են ստեղից գնան ընդհանրապես։ Որևէ մեկը չվտենա, արա այդ փախած ուներ, արա դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես, արա դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Այս ովքեր են արասրավ, եկել են մապտապտարներ, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները, ռակները կաշեք արա ընդհանրապես, ով եք դուք արա։ Արտուր Օսոպյանն գլուխը պատին ես տվել Արտուր, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուր Օսոպյանն եմ, Փալանչյանն ասումն է։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, եկել են Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը որ կա գնայք զոհվեիք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5,000 զոհի մասին ես խոսում, այդ կական, ինչի ես կենթանի, ու բանը, Շահրամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի է կենթանի, ինչի չեք զոհվել, որ հիմա ասում եք 5,000 զոհ, ինչի չեք զոհվել, ով արա, ով ա ձեզ պահել ընդհանրապես, այս տահակներ։ Այս Ղարաբաղի պսևդոէլիտային, մեկը չասի, որ Հայաստանում Ղարաբաղի ազգային ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա, արմատ ախիլ եմ արելու բոլորին, գնայի գոֆեր պայքարելու ժամանակ էր, այն փախացներ, այն կոնկրետ ես մեկը, փախացներից մեկն է, չհամարցեք մեկ գակ ստեղ մատ թապտակ ընդհանրապես։